Որոշեցինք հենց այդ ճաշարաններից էլ սկսել։ Բարեգործական է կոչվում, որովհետև մարդիկ, ծերերը, այսինքն այս երկիրի կերտողները 40-50 տարի աշխատած, նյութական բարիքներ ստեղծած մարդիկ գալիս, հաց են ուտում ու գնում, մտածելու բան կա։ Հասարակության մեջ ծերերն ու երեխաները խոցելի խավեր են, այն իմաստով, որ նրանց բարեկեցությունից կախված է այդ երկրի կենսամակարդակը։ Հասարակությունն ու պետությունը պարտավոր է ապահովել ինչպես անհոգ ու պաշտպանված մանկություն, այնպես էլ երջանիկ ու անհոգ ծերություն։ Երկուսի պարագայում էլ խոսելը անիմաստ է։ Ու թերևս բոլորին է պարզ, որ տարրական կենսամակարդակը ապահովված համարել չի կարելի, քանի 60-ն անց տղամարդը կամ կինը ստիպված է ոտքով երկար ճանապարհ անցնել, հասնել բարեգործական ճաշարան, որպեսզի բավարարի ստամոքսի պահանջմունքները։ Երբ որ մտածում եմ, ասում եմ, այդ ինչ երկիր է, չորդատիրական չէ, կապիտալիստական չէ, ֆեոդալական չէ, ինչ երկիր է, ոչ մեկն ապահոված չէ։ Այս բոլորը որ ներկա են գտնում, ապահոված չեն։ Զամբյուղը չի բավարարում, դու ինչ զամբյուղ։ Մարդիկ որ հաշի կարոտ են շատերը։ Կառավարության աղքատության դեմ ռազմավարական ծրագրի մասին թերևս այսքանը։ Բոլոր ծերերը աղքատ են համարվում, քանի որ նրանց կենսաթոշակի չափը չի հասնում հանրապետության նվազագույն աշխատավարձի չափին ու չի բավարարում սպառողական զամբյուղին։ Բավական է նշել, որ Շիրակի մարզում ծերանոցը գերբեռնված է, 160 եւ ավելի շահառու ունի, նոր անդամագրվել ցանկացողները շատ են։ Բարեգործական այս ճաշարանը, որտեղ այսօր նկարահանումներ արեցինք, Առաքելություն Հայաստան 600 եւ ավելի շահառու ունի, իսկ այսօր մարզում գործող նման ճաշարանները հասնում են արդեն 1 տասնյակի։ Ծերությունը մեր հանրապետության մեջ մեծարված չէ, հարգված չէ, անտեսված է պետական իշխանությունների կողմից։ Ես 45 տարվա ստաժ ունիմ, շատ, ես ուրիշներին կերակրեի, մեկ քանի հոգու հավելյալ, բայց ես ինձ չեմ կրա դրսևորել հասարակորեն կյանքս։ Տարեցների կենսամակարդակի բարելավումը միայն ստամոքսի խնդիր չէ, ավելացնում է տարեցների խնդիրներով զբաղվող մեկ այլ կազմակերպության ներկայացուցիչը։ Առաջնային են առողջապահական խնդիրները, որոնք եւս կառավարության կողմից ամբողջովին բավարարված չեն։ Տարեցները ստիպված հենվում են հասարակական կազմակերպությունների վրա։ Շատ կա հասնելու այդ երջանիկ ծերությանը, եթե մարդը բավարար սոցիալական պաշտպանվածություն չունի, բավարար կենսապայմաններ չկան, կենսամակարդակը բարձր չի։ Այսինքն բավարարին հասնելու համար այսօր մեր յուրաքանչյուր տարեց պիտի ունենար ոչ այս փոքրիկ թոշակը, քառակի անգամ ավելը պիտի լիներ, որ բավարարի իր բոլոր ծախսերին։ Մենք միայն չենք մտածում, այնտեղ բազում ծախսեր կան, մինչև պետական իրենց դուշկերը մուծում են, այնտեղ արդեն իրեն ապրելու համար ոչինչ չի մնում։ Ինչ է անում կառավարությունը, որպեսզի Հայաստանում տարեցները անհոգ ու երջանիկ զգան իրենց։ Համենայն դեպս այսօր տարեցների օրը ինչպես բացատրել նրանց, ինչպես համոզել, որ կառավարությունը աշխատում ու մտածում է, որ վաստակած հանգստի գնացողը համեմատաբար քիչ խոսի խնդիրներից։ Ամենաբարձր կենսաթոշակը ես պիտի ցավով ասեմ, որ մենք այստեղ լուրջ խնդիր ունենք, որովհետև մենք կենսաթոշակ այսօր, եթե ընդանուր մենք ընդամենը կարողանում ենք վճարել, ասենք թող լինի 24-25 հազար դրամի սահմաններում, չէ, կենսաթոշակ, բայց ցավոք սրտի նաև ժամանակին մենք որոշակի օրենսդրական փոփոխություններ ենք արել եւ այսօր նույնիսկ 1 միլիոն դրամ կենսաթոշակ ստացող կա, առանձին դրանք ուրեմն պաշտոնյաներ են եւ մենք ընդամենը վերջերս երևի թե առաջիկա քարորիայում կանդրադառնանք այդ հարցին, մենք փոփոխություններ ենք անում, փորձում ենք այդ շեմը իջեցնել, որովհետև փաստորեն սոցիալական անհավասարությունը շատ ցայտուն է այստեղ։ Եվ վերջին հարցը իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցչին երջանիկ ծերությունից, ինչից սիրում ու շատ են խոսում պաշտոնյաները, երջանիկ են արդյոք այս երկրում ծերերը։ Երջանիկ ծերություն դա նշանակում է, երբ որ մարդը իր տարիների վաստակը վայելում է եւ ֆինանսապես եւ հոգեպես։ Այդ հենց երջանիկ ծերությունն է։ Դա համար եմ ասում, որ կա, բայց ցավոք սրտի շատ քիչ են նման մարդիկ, որոնք անհոգ են որպես տարեցներ, որպես ծերեր։ Քրիստինա Մկրտչյան, Գրիգոր Շաղոյան, Gala News։